Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել Thunkable միջավայրում եւ այսօր մենք շարունակելու ենք մեր նախորդ տեսադասի խաղը, որը իրենից ներկայացնում էր quiz Հայաստանի մասին։ Եվ այսօր մենք անելու ենք հարցերը թերթելու հատվածը, ինչպես նաեւ ավելացնելու ենք leaderboard-ը, որտեղ երևանալու է տարբեր խաղացողների արդյունքները։ Եկեք բացենք մեր այդ նախագիծը։ Այստեղ մենք ունեինք 3 հարց, որոնք որ պետք է խաղացողը պատասխանելուց հետո հնարավորություն ունենա թերթել եւ անցում կատարել հաջորդ հարցին։ Այդ պատճառով այստեղ ավելացնում ենք 1 կոճակ, այն անվանում ենք next, որի օգնությամբ նա կթերթի։ Ինչպես նաեւ փոխենք ոչ միայն նրա վրայի տեքստը, այլ նաեւ նրա անվանումը, որպեսզի կոդում մենք հեշտ գտնենք նրան։ Ինչ պետք է տեղի ունենա այս կոճակը սեղմելու ժամանակ։ Երբ այս կոճակը մենք սեղմում ենք, այդ ժամանակ պետք է մենք նախ եւ առաջ իմանանք, թե որ հարցն է այդ պահին։ Եթե առաջին հարցն է, ապա մենք պետք է անցում կատարենք երկրորդ հարցին։ Դրա համար այստեղ ստեղծում ենք փոփոխական, որը կանվանենք question number, այսինքն հարցի համարը։ Քանի որ խաղը սկսելիս ամենասկզբից մենք պատասխանում ենք առաջին հարցին, այստեղ question number-ի մեջ սկզբից կպահենք 1 թիվը։ Որից հետո կնշենք, որ երբ next կոճակը սեղմած է, if օպերատորի օգնությամբ ստուգենք ինչ թիվ է պահված question number փոփոխականի մեջ։ Եթե question number-ը հավասար է 1-ի, այսինքն այդ պահին մենք պատասխանում ենք առաջին հարցին եւ պատասխանելուց հետո սեղմում ենք next-ը, նշանակում է, որ պետք է փոխվի հարցը եւ անցում կատարվի երկրորդին։ Այսինքն առաջին հարցի սյունակը մենք թաքցնում ենք, իսկ երկրորդ հարցի սյունակը արդեն ցուցադրում ենք։ Դրա համար այստեղ կնշեմ false, իսկ երկրորդը արդեն կտանք true։ Եվ այսպես մենք պետք է անենք բոլոր հարցերի դեպքում, որքան հարց որ ունենանք, այդքան հարցի համար պետք է ավելացնենք else if եւ այստեղ կրկին ստուգենք։ Իհարկե, մինչև ստուգելը չենք մոռանում, որ առաջի հարցին պատասխանելուց հետո պետք է ավելացնենք question number փոփոխականի արժեքը, որպեսզի այն 1-ից դառնա 2, քանի որ մենք անցում ենք կատարում երկրորդ հարցին։ Եվ այստեղ else if-ի մեջ արդեն ստուգում ենք, որ եթե question number-ը հավասար է 2-ին, այդ դեպքում երրորդ սյունակը պետք է հայտնվի երրորդ հարցի, իսկ երկրորդ սյունակը անհետանա։ Եվ արդեն վերջում, քանի որ մենք ունեինք եւս 1 հարց երրորդ հարցը, երբ որ question number-ը հավասար կլինի 3-ի, այդ ժամանակ ընդհանրապես կցուցադրվի մեր վերջնական արդյունքը։ Հետևաբար, այստեղ կրկին ավելացնում ենք else if, նշում ենք, որ եթե question number-ը հավասար է 3-ին, մեր երրորդ հարցին համապատասխան սյունակը թող անհետանա։ Եվ ամենակարևորը, անհետանալուց հետո վերջում նա կրկին պետք է մեր label 5-ի մեջ ցուցադրի մեր վերջնական արդյունքը, թե քանի միավոր ենք մենք վաստակել։ Այստեղ երկրորդ else if-ի մեջ էլ նաև ավելացնենք change բլոկը, որպեսզի ավելանա մեր question number փոփոխականի արժեքը, որից հետո, երբ որ մենք փորձարկենք հիմա մեր այս ծրագիրը եւ խաղանք, տեսնում ենք, որ next կոճակը սեղմելուց փոխվում են հարցերը, իսկ ամենավերջում, երբ որ սեղմում ենք, անհետանում է նաև երրորդ հարցը եւ երևում է մեր վերջնական արդյունքը։ Հիմա եկեք վերադառնանք կոդավորման հատվածը եւ այստեղ ծրագրավորենք մեր բոլոր կոճակները։ Ես կարող եմ խաղի ժամանակ սխալ պատասխանից հետո սեղմեմ նաեւ ճիշտ պատասխանը եւ ուղղեմ իմ սխալը։ Այսպիսով մենք պետք է անենք այնպես, որ մեկ անգամ հարցին պատասխանելուց հետո մենք չկարողանանք փոխել պատասխանը եւ մեր կոճակները անջատվեն, դառնան ոչ ակտիվ ու մենք չկարողանանք սեղմել։ Եկեք այստեղ ավելացնենք այդ հատվածը։ Յուրաքանչյուր պատասխանի մեջ, օրինակ պատասխան առաջինը, երբ որ սեղմում ենք, այդ ժամանակ պետք է ապակտիվանան, լինեն ոչ ակտիվ վիճակում առաջին եւ երկրորդ կոճակները։ Երկրորդ հարցի պատասխանելու ժամանակ պետք է լինեն ոչ ակտիվ վիճակում երրորդ եւ չորրորդ կոճակները։ Եվ արդեն կրկնօրինակենք այս բլոկը ու նաեւ երրորդ հարցի պատասխանների դեպքում ծրագրավորենք, որ երբ որ սեղմում ենք answer 5 կոճակը, այդ ժամանակ պետք է ոչ ակտիվ վիճակում լինեն 5-րդ եւ 6-րդ կոճակները։ Հիմա եթե այստեղ փորձարկենք, տեսնում ենք, որ սեղմելով պատասխանի վրա երկու կոճակները լինում են ոչ ակտիվ վիճակում։ Իհարկե սա մենք ծրագրավորել ենք միայն ճիշտ պատասխանների դեպքում եւ նույնը անում ենք նաեւ սխալ պատասխանների համար, ընդամենը չենք գրում արդեն այս set label 5 հատվածը։ Նաև նշենք, որ երբ որ էկրանը բացվում է, մեր next կոճակը չպետք է երևա, այն պետք է միայն երևա, երբ որ սեղմում ենք start կոճակը։ Անցնենք առաջ, արդեն անցնենք մեր leaderboard-ի հատվածին։
Կստեղծենք հիմա դատարկ ցուցակ, որը կանվանենք leaderboard, եւ այստեղ ամեն անգամ, երբ որ մենք կավարտենք խաղը, կավելանա մեր արդյունքը այդ ցուցակի մեջ, բայց այն կավելանա հետեւյալ կերպ, ոչ միայն կպահպանվի միայն արդյունքը թվի տեսքով, այլ նաեւ մեր username-ը, որպեսզի տեսանելի լինի, թե որ խաղացողն է գրանցել այդ արդյունքը։ Եվ այստեղ նշում ենք, երբ սեղմում ենք արդեն վերջին անգամ next կոճակը, այդ ժամանակ leaderboard ցուցակի մեջ պետք է ավելանա այդ ինֆորմացիան։ Տեղադրում ենք insert բլոկը, տեղադրում ենք մեր ցուցակի անունը ու այստեղ մենք պետք է տեղադրենք այդ ամենը մեկ այլ ցուցակի տեսքով։ Այսինքն մեր leaderboard ցուցակի մեջ մենք պահպանելու ենք փոքր երկու էլեմենտից բաղկացած ցուցակներ, եւ այդ փոքր էլեմենտից բաղկացած ցուցակները ներկայացնում են մեր username-ը եւ արդյունքը։ Ինչու մենք դա չենք անում տեքստի ձևով, այսինքն ինչու չենք միացնում կցում իրար մեր username-ը եւ արդյունքը, որpիսի եթե դուք ցանկանաք օրինակ դասավորել այդ արդյունքները աճման կարգով, դուք կարողանաք score միավորին առանձին հասանելիություն ունենալ։ Հետևաբար այստեղ ես ոչ թե որպես տեքստ եմ պահում, այլ պահում եմ որպես առանձին ցուցակ իմ leaderboard-ի մեջ, օրինակ իմ leaderboard-ի մեկ էլեմենտը լինելու է իմ username-ը, իսկ նրանից հետո լինելու է իմ արդյունքը։ Իհարկե մենք քիչ հետո դա կտեսնենք տվյալների բազայի մեջ, բայց քանի որ այստեղ մեզ անհրաժեշտ է լինելու մեր username-ը, մենք առաջին էկրանում, երբ որ գրանցվում ենք, պետք է մեր username-ը պահպանենք մեր հեռախոսի հիշողության մեջ։ Հետևաբար այստեղ ավելացնում ենք, որ local storage-ում նա պահպանի, key-ը գրենք username եւ այստեղ արդեն value դաշտում գրենք մեր username-ին համապատասխան text input-ը, որից հետո վերադառնում ենք երկրորդ էկրան Եվ արդեն պետք է local storage-ից վերցնենք այդ ինֆորմացիան, մեր username-ը, տեղադրում ենք local storage get-ը եւ արդեն մնացած հատվածը տեղադրում ենք նրա ներսում։ Երբ որ նա վերցնում է մեր username-ը եւ այդպես պահպանում է leaderboard ցուցակի մեջ, դրանից հետո այս leaderboard ցուցակը պետք է պահպանվի Firebase-ի ներսում։ Հետևաբար այստեղ տեղադրում ենք նաեւ real-time-db save բլոկը ու նրա մեջ նշում ենք, որ պահպանի մեր leaderboard ցուցակը leaders key տակ։ Հիմա փորձարկենք, մուտք գործենք մեր անձնականմեջ կամ գրանցվենք, խաղանք եւ վերջում, երբ որ արդեն խաղալուց հետո սեղմում ենք next, նայենք Firebase-ում, թե ինչ տեսք ունի արդեն այս նոր ցուցակը։ Տեսնում ենք, որ այստեղ, երբ որ սեղմում ենք արդեն այս leaders-ի վրա, այնտեղ կա ենթացուցակ, որը 0 համարի տակ է, եւ այստեղ պահպանված է իմ username-ը եւ իմ գրանցած արդյունքը։ Այստեղ բոլոր խաղացողների տվյալները համարակալված են լինելու 0 համարի տակ առաջի խաղացողը կլինի իր գրանցած արդյունքով, 1 համարի տակ երկրորդ խաղացողը իր գրանցած արդյունքով եւ այսպես որքան օգտատերեր գրանցվեն եւ խաղան, leader ցուցակում նրանք համարակալված կլինեն եւ արդեն օրինակ 0 համարի առաջին էլեմենտը լինելու է իմ անունը, իսկ 0 համարի երկրորդ էլեմենտը լինելու է իմ գրանցած արդյունքը եւ այդպես բոլոր խաղացողների դեպքում մենք կարող ենք համապատասխան համարին դիմելուց նրա երկրորդ համարը նշելով իմանանք տվյալ խաղացողի անունը եւ հավաքած միավորները։ Պահպանելուց հետո մեզ իհարկե անհրաժեշտ է, որպեսզի մենք այս ամենը ցուցադրենք արդեն մեր էկրանի վրա։ Խաղը վերջանալուց հետո վերջում էկրանի վրա խաղի մեջ ցուցադրվի արդեն leaderboard-ը։ Դրա համար եկեք վերադառնանք կոդավորման բաժին։ Այստեղ նաև նշենք, որ ամեն անգամ, երբ որ էկրան 2-ը բացվում է, այդ ժամանակ Firebase ցուցակից մենք get անենք, վերցնենք լիդերների ցուցակը եւ դա պահպանենք մեր նոր ստեղծած leaderboard ցուցակի մեջ, որpիսի նոր խաղացողը, երբ որ նա խաղում է, նրա տվյալը ավելացվի, կցվի մնացածի վերջում։ Ամեն անգամ այստեղ Firebase-ից մենք հանում ենք հին ցուցակը եւ արդեն նոր գրանցված օգտատիրոջ տվյալները ավելանում են այս հին ցուցակի վերջում։ Այսպիսով մենք ունենում ենք մեր բոլոր խաղացողների տվյալները հավաքված այստեղ։ Հիմա մեզ պետք է անել այնպես, որպեսզի այս տվյալները ցուցադրենք էկրանի վրա, դրա համար երկրորդ էկրանում տեղադրում ենք simple list, որը խաղը սկսելու ժամանակ չի երևալու Եվ կերևա այն ժամանակ, երբ մենք ցանկանանք վերջում, խաղի վերջում տեսնել leaderboard-ը։ Այստեղ միայն նշեմ, որ simple list-ի մեջ մենք չենք կարող ցուցադրել ցուցակ, որը ունի իր ենթացուցակը, այսինքն ունի մի քանի ենթացուցակ։
Հետևաբար այստեղ մենք պետք է մեր leaderboard ցուցակի մեջից վերցնենք մեր օգտատիրոջ տվյալները իր գրանցած արդյունքի հետ, դրանք մեր ուզած ձևով միացնենք եւ վերածենք string տեքստի եւ այն պահպանենք առանձին ցուցակի մեջ։ Ինչու ենք մենք այսպես անում, որpիսի մենք ունենանք մեր ցուցակի, մեր խաղացողների տվյալները եւ առանձին օգտատիրոջ անունով եւ գրանցած արդյունքով, նաեւ ունենանք առանձին ցուցակ, որտեղ օգտատիրոջ անունը միացված է իր գրանցած արդյունքին որպես տեքստ։ Կունենանք երկու տարբեր ցուցակներ, մեկում առանձին են այդ տվյալները, իսկ մյուսում միացված են։ Միացվածը մենք կկարողանանք ցուցադրել simple list-ի վրա, իսկ առանձինը մենք կկարողանանք արդեն օգտագործել, որպեսզի օրինակ դասավորենք աճման կարգով կամ այլ նպատակով օգտագործենք օգտատիրոջ գրանցած արդյունքը եւ նրա անվանումը։ Հիմա եկեք այստեղ ստեղծենք այդ նոր ցուցակը, որը կանվանենք leaders list, այստեղ կունենանք նույն տվյալները, ուղղակի արդեն ոչ թե ենթացուցակի տեսքով, այլ string-ի տեսքով միացված իրար, օգտատիրոջ անունը եւ նրա գրանցած արդյունքը։ Որից հետո արդեն Firebase-ի այս բլոկի ներսում տեղադրում ենք for each բլոկը եւ նշում ենք մեր leaderboard ցուցակը։ Նշեմ, որ leaderboard-ի յուրաքանչյուր էլեմենտը դա ենթացուցակ է, այսինքն այստեղ մեր G փոփոխականը, J փոփոխականը իրենից ներկայացնում է որևէ օգտատիրոջ տվյալներ, username-ը եւ գրանցած score արդյունքը։ Հետևաբար ես կարող եմ J-ի ներսից առանձին վերցնել օգտատիրոջ անունը կամ առանձին վերցնել միայն նրա գրանցած արդյունքը։ Տեղադրում ենք լիստերի ներսից insert բլոկը եւ նշում ենք, որ մեր leaders list-ի մեջ նա ավելացնի, այստեղ վերցնում ենք նաեւ get բլոկը եւ վերցնում ենք մեր J ցուցակից առաջին եւ երկրորդ համարների տակ գտնված տվյալները։ Այսինքն username-ը եւ գրանցած score-ը join բլոկի օգնությամբ հիմա կմիացնենք իրար, այստեղ J-ի առաջին էլեմենտը դա username-ն է, իսկ J-ի երկրորդ էլեմենտը դա score-ն է։ Մենք այս երկու տվյալները կցում ենք իրար join բլոկի օգնությամբ եւ դա ավելացնում ենք մեր leaders list ցուցակի մեջ եւ այդպես անում ենք մեր leaderboard-ի բոլոր էլեմենտների համար։ Բայց որpիսի այս երկու տվյալները իրարից առանձին լինեն, կամ կարող ենք գծիկ տեղադրել կամ վերջակետ տեղադրել username-ի եւ score-ի արանքում, դա կարող եք ձեր ցանկությամբ անել։ Այստեղ ավելացնում եմ եւս մեկ դաշտ ու տեղադրում օրինակ վերջակետ։ Որից հետո ես քանի որ ուզում եմ այս ամենը տեսնել simple list-ի վրա, for each-ի վերջում, երբ որ նա բոլոր էլեմենտների վրայով կանցնի եւ կվերջացնի, նշում եմ, որ simple list-ի մեջ ցուցադրիր leaders list ցուցակը։ Եվ իհարկե նշում ենք, որ simple list-ի տեսանելիությունը լինի true։ Վերադառնանք առաջին էկրան եւ կարող ենք սկզբից սկսել մեր խաղը եւ տեսնենք արդյոք վերջում նա ցուցադրում է simple list-ի մեջ թե ոչ։ Այստեղ login լինենք, որևէ օգտատիրոջ անունով եւ գաղտնաբառով կրկին խաղանք։ Այստեղ նշենք ճիշտ պատասխանները եւ հիմա տանք next ու տեսնում ենք, որ վերևում հայտնվեց մեր leaderboard-ը իր տվյալներով։ Firebase-ում պահպանված բոլոր օգտատերերը իրենց արդյունքներով այստեղ երևում են։ Կարող ենք հիմա փորձել նաև պահպանել այդ տվյալները աճման կարգով, ինչպես ենք դա իրականացնելու։ Մեզ այստեղ անհրաժեշտ է նոր փոփոխական, որը կանվանենք max եւ նրա մեջ ի սկզբանե կպահենք 0 արժեքը, այսինքն ամենամեծ արժեքը ի սկզբանե 0-ն է։ Որից հետո այստեղ տեղափոխություն կատարենք եւ for each-ի մեջ անենք հետեւյալը։ Յուրաքանչյուր ենթացուցակի համար մենք if-ի օգնությամբ կստուգենք, որ եթե G ենթացուցակի մեջ գտնվող երկրորդ էլեմենտը, որը խաղացողի գրանցած արդյունքն էր, եթե այն մեծ է max փոփոխականից, ապա max փոփոխականի մեջ մենք կպահենք այդ արժեքը, այսինքն այդ օգտատիրոջ score-ը։ Եվ արդեն հաջորդ ենթացուցակի դեպքում J-ի մեջ կպահպանվի հաջորդ խաղացողի գրանցած արդյունքը եւ արդեն հաջորդ խաղացողի գրանցած արդյունքը կհամեմատվի max փոփոխականի արժեքի հետ։ Հիշենք, որ max-ի մեջ մենք արդեն պահել ենք նախորդ խաղացողի գրանցած արդյունքը։ Հետևաբար, եթե երկրորդ խաղացողի գրանցած արդյունքը ավելի մեծ եղավ, քան նախորդ խաղացողի գրանցած արդյունքը, արդեն max փոփոխականի մեջ կպահպանվի ամենամեծ արժեք ունեցող խաղացողի արդյունքը։ Եվ դրանից հետո արդեն նոր ավելացնում ենք մեր simple list ցուցակի մեջ, քանի որ մենք ուզում ենք ըստ հերթականության այս ինֆորմացիան ավելանա, ոչ թե simple list-ի մեջ ցուցադրվեն բոլոր տվյալները, այլ աճման կարգով դրանք ստուգվեն եւ որից հետո նոր ավելացնեն
այդ տվյալները։ Միայն այստեղ նշում ենք ոչ թե վերջից ավելանա, այլ սկզբից, այսինքն եթե տվյալ օգտատիրոջ գրացած արդյունքը մաքսիմումներ, մեծներ, նրա արդյունքը ավելանա ցուցակի սկզբից։ Հակառակ դեպքում, եթե նրա գրանցած արդյունքը փոքր է max փոփոխականի մեջ պահված արժեքից, ապա այն պետք է ավելանա ցուցակի վերջից։ Եվ այսպես մեր simple list ցուցակի վերջում մենք կունենանք աճման կարգով դասավորված տվյալներ։ Հիմա եկեք փորձարկենք այսքան հատվածը։ Տեսնում ենք, որ դասավորվել են աճման կարգով, այսինքն սկզբից գրված են այն արդյունքները, որոնք որ 3 միավոր են, իսկ ամենավերջում արդեն այն արդյունքը, որը որ գրանցել էր 2 միավոր։ Այսպիսով մենք դասավորեցինք մեր simple list-ի էլեմենտները աճման կարգով։ Եվ վերջում կարող ենք կատարել որոշ փոփոխություններ դիզայնում, որպեսզի մեր խաղը ունենա ավելի գեղեցիկ տեսք։ Օրինակ կարող եք տալ երանգներ, փոխել խաղի ետնանկարը եւ կատարել այսպիսի գեղեցիկ փոփոխություններ ու տալ ձեր հավելվածին դիզայն։ Որից հետո կրկին նույն կերպ, ինչպես նախորդ ծրագրի դեպքում, download կոճակի օգնությամբ կարող եք ներբեռնել հավելվածը։ Այսպիսով, այսքանը այս տեսադասի համար մենք ավարտեցինք մեր quiz խաղը։ Շնորհակալություն։